2018 թվականի հեղափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում ավարտվել է օլիգարխիկ համակարգը։ Նա իր ընտրազանգվածին հրապարակային ելույթներում հավաստիացնում էր, որ իր ղեկավարած կառավարությունում չեն լինելու ոչ օլիգարխներ, ոչ էլ մենաշնորհներ։ Սակայն իրականությունն այլ բան է ասում։ Ես բայց նաև արդեն հայտնել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Լավ էլ դիմանում ես, պարոն Վարչապետ, օլիգարխ Հայաստանում օլիգարխներ չկան։ Ինչպես եք վերաբերում 2018-ի Թավշյա հեղափոխության հիմնական թեզը հետևյալն էր. բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, եւ գործարանները չպետք է ունենան քաղաքական լծակներ։ 2019 թվականի մայիսին էլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ այլևս չկան։ Օլիգարխ նշանակում է մարդ եւ մարդիկ, որոնք ունեն իշխանության վրա կոնկրետ ազդեցության լծակներ։ Հայաստանում այդպիսի մարդ չկա, որը գա մտնի իմ սենյակ ու ասի. այս հարցն այսպես պիտի լուծես, ասել էր Փաշինյանը։ Օլիգարխիա ինչ է նշանակում։ Նշանակում է քչերի իշխանություն։ Օլիգարխ նշանակում է մարդ եւ մարդիկ, ովքեր ունեն իշխանության վրա եւ իշխանության որոշումների վրա կոնկրետ ազդեցություն ունենալու լծակներ։ Եվ ես հիմա այստեղ պայմանականորեն օլիգարխ բառը օգտագործել եմ, բայց այդ առումով Հայաստանում օլիգարխ չկա։ 2019 թվականի հարցազրույցներում Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանում այլևս չկան օլիգարխներ դասական իմաստով, քանի որ չկան պետական հովանավորչությամբ արտոնություններ։ 2020-ին Նիկոլ Փաշինյանը դարձյալ կրկնեց, որ Հայաստանում օլիգարխը եւ օլիգարխներ այլևս չկան, երբ որ օլիգարխն իր հարկերը վճարում է, էլ ինչ օլիգարխ, էլ արտոնյալ չի ինքը։ Օլիգարխ եւ օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն։ Հայաստանի Հանրապետությունում քչերի իշխանություն չկա եւ չի լինելու այլևս։ Հայաստանում կա շատերի իշխանություն, իդեմս ժողովրդի։ Ասել էր նա, հավելելով, որ օլիգարխիան զրկվել է շատ արտոնություններից։ Հիասթափվելու պատճառ ունի, դա օլիգարխիան է կամ նախկին օլիգարխիան, որը զրկվել է շատ կոնկրետ արտոնություններից։ Օրինակ ինչ է։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կրկին հնչեցին հայտարարություններ, որ հին օլիգարխիկ համակարգը վերադարձ չի ունենալու։ Իդեպ 2021 թվականի ընտրություններից հետո Փաշինյանը շարունակել է այս գիծը, հայտարարելով, որ հին ուժերը պարտվել են եւ օլիգարխիկ համակարգը չի վերադարձել։ Օրերս փետրվարի 14-ին Փաշինյանը դարձյալ հայտարարեց, որ ընտրություններից հետո քաղաքականությամբ չեն զբաղվելու ոչ նախկին նախագահները, ոչ օլիգարխները։ Նախկինները դուրս են շպրտվելու, ել չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխների, ասաց նա։ Այս հայտարարությունը կրկին տեղավորվեց նախընտրական հռետորաբանության համատեքստում։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Նկատենք, որ այդ խոստումները մինչ օրս չեն կատարվել։ Որոշ օլիգարխներ, օրինակ Խաչատուր Սուքիասյանը, մնացել են Փաշինյանի շրջապատում։